Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին գտնվում ենք նրա երրորդ երգի տարածքում, ուսումնասիրում ենք առաջի գլուխը, որտեղ Շուկադեվը Գոսվամին ինքը ես ամեն անգամ ստիպված եմ լինում ասել, որ սկսեց բավականին հեռվից, ինքը հիշեցրեց այն դրվագները, որը մենք արդեն ձեզ հետ անցել էինք եւ նորից մի թեթև վերհիշեցինք։ Այս պահին ինքը հարցնում է իրենց համար հարազատ անձնավորությունների որպիսության մասին եւ այդ նրա հարցերը մեզ հնարավորություն տվեցին, որպեսզի մենք անդրադառնանք այդ անձնավորությունների ներքին իմաստի մեջ եւ կարծում եմ, որ բավականին մեծ օգուտ քաղեցինք այդ քննարկումներից։ Վիդուրան ինքը շարունակում է տալ իր հարցերը եւ ես հիմա կկարդամ մեր հաջորդ տեքստերը ու մենք նրանք կքննարկենք։ Շիմոն Բաղավատամ երրորդ երգ, առաջին գլուխ, տեքստ 32-ից։ Խնդրում եմ ասա, արդյոք ամեն ինչ լավ է Շվաբհակայի որդի Աքրուրայի հետ։ Նա մաքուր հոգի է, որը անձնատուր է եղել Տիրոջ անձնավորությանը։ Մի անգամ տրանսցենդենտալ սիրո էքստազի մեջ նա գիտակցությունը կորցրեց եւ ընկավ ուղիղ ճանապարհի փոշու մեջ, որի վրա կային Տեր Կրիշնայի ոտնահետքերը։ Ինչպես վեդաները ներառում են բոլոր զոհագործությունների կատարման նպատակը, նմանապես Դևակաբհոջա թագավորի դուստրը, ինչպես կիսաստվածների մայրը, իր արգանդում կրում էր Տիրոջ գերագույն անձնավորությանը, նրա Դևակի հետ, ամեն ինչ լավ է։ Եվ ուրեմն ունենք Դորհերոս, որը ինքը իրականում իմաստի տեսանկյունից շատ կարևոր անձնավորություն է։ Ինչու՞։ Որովհետև մենք սովորաբար ընտելացած ենք այն երևույթին, որ մաքուր նվիրալները իրենք անպայման պետք է լինեն սրբեր, որոնք բացարձակ դրական ազնվորություններ են, եւ ուրեմն ճանաչելի են սովորական մարդու համար։ Ընդ որում, երբ որ մենք խոսում ենք արդեն սրբության մասին, ուրեմն, երբ որ մենք խոսում ենք սրբության մասին, մենք ունենք մեր պատկերացումները դրա մասին եւ իհարկե սուրբ ազնվորությունները մեր կողմից առաջի հերթին ընկալվում են որպես ազնվորություններ, որոնք իրենք հրաժարված են նյութական աշխարհից, չէ, ապրում են մեկուսի եւ ուրեմն ոչ մի կապվածություններ չունեն բացի Աստծուց։ Այո, իհարկե դա ամենապարզ կերպարներն են, որտեղ ցանկացած ազնվորություն կարողանում է շատ պարզ տեսնել, թե ինքը ում հետ գործ ունի։ Բաղավատամը, ինչպես եւ Մահաբարատան, ինչպես եւ Ռամայանան, ինքը մեզ ցույց է տալիս մի բացարձակապես այլ աշխարհ, որտեղ մաքուր, այսինքն տեսեք ինքը էսպես է, էլի։ Ուրեմն, այո, իհարկե, այն ում որ մենք սովորաբար համարում ենք սրբեր, դրանք այն կենդանի էակներն են, որոնք իրականում ընկել են նյութական աշխարհ, ապրել են այդ նյութական աշխարհում հազարավոր կյանքեր, հետո կանգնել են հոգևոր ճանապարհի վրա, բավականին երկար կյանքեր այդ հոգևոր ճանապարհով առաջընթաց են ունեցել, եւ այդպիսի հոգիները, երբ որ իրենք հասնում են սրբության մակարդակի, իրենք միշտ իրենց մեջ ունեն հրաժարվածի ուրեմն բանը հիմքը, այսինքն երբ որ կոպիտ ասած կենդանիակը ինքը տակից զարգացող է, չէ, երբ որ ինքը հասնում է սրբության, ինքը պարտադիր ունի այդ հրաժարվածի տեսքը, որ ինքը անցավ ճանապարհ, նյութական աշխարհի հետ այլևս ոչ մի կապ չունի եւ ուրեմն խորասուզված է հոգեվորի մեջ։ Սա նյութական աշխարհում ապրող կենդանի էակների համար ամենահասկանալի ուրեմն ընթացքն է, չէ՞։ Ամենահասկանալի ընթացքն է կամ ամենահասկանալի կերպարներն են։ Այլ է իրադրությունը, երբ որ գալիս է կամ գերագույն Աստծո անձնավորությունը
կամ նրա մաքուր նվիրյալը, որոնք իրենք գալիս են հասարակության մեջ, հասարակությանը կրոնականության տեսանկյունից ինչ-որ կարևոր բան ասելու, ինչ-որ կարևոր օրինակներ ծառայելու, չէ՞։ Երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը եկավ 5000 տարի առաջ մեր մոլորակ, ինքը շատ մեծ խնդիր ուներ լուծելու, հա, եւ երբ որ ինքը ձեռնամուխ եղավ այդ խնդիրը լուծելու, ապա ուրեմն իր հետ միասին բերել էր ահռելի քանակությամբ հոգևոր աշխարհի ապրողներին։ Եվ նրանք բոլորը, նրանցից ամեն մեկը այն մասնիկն էր, որը թույլ էր տալիս, որպեսզի այդ ժամանակում գոյություն ունեցող բոլոր էակները մեր մոլորակի վրա կարողանան աչքերով տեսնել հոգևոր աշխարհի իրականությունները, որտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ամենաառաջի եւ ամենակարևոր հերթին ցուցադրում էր մարդկությանը հարաբերությունների եւ երանության բազմազանության այն շքեղությունը, որը տիրում է հոգևոր աշխարհում։ Մենք կարողանում ենք տեսնել, ես մշտական ստիպված եմ լինում այդ թեմայով խոսել, բայց հույսով եմ, որ այս ամբողջ ընթացքում մեր հանդիպումները դարձել են հիմք, որպեսզի հասկացվի, որ իրականում, ասենք, ոչ մի թշնամական վերաբերմունք չկա, ես բոլոր կրոնականությունների տեղը, դերը, դիրքը չափազանց լավ եմ հասկանում, որպեսզի վիրավորանք հասցնեմ այդ ճանապարհներին, բայց եւ հասկանալով եւ սկիզբը, հասկանում եմ նաեւ վերջը։ Եվ մշտական ստիպված եմ լինում ասել, որ մենք կարողանում ենք սա ակնհայտ ճշմարտություն է, ուղղակի գիտեք ինչպես է, երբ որ մենք համեմատելու բան չունենք, հա, երբ որ համեմատելու բան չունենք, մեզ թվում է, որ ասենք այս ինչ որ մի սուրբ գրվածք ինքը կատարյալ է, կամ ինչ որ մի սուրբ գրվածք ինքը այսպեսին է, այնպեսին է, բայց երբ որ մենք համեմատելու բան ունենք, մենք շատ պարզ տեսնում ենք իր ոչ միայն սկիզբը, այսինքն թե ում է ինքը ընդունում, ինչպես է զարգացնում, մինչև որտեղ է տանում, այդ մինչև որտեղ է տանում, մենք տեսնում ենք այդ սահմանը միայն այն ժամանակ, երբ որ ունենք ինչ-որ մի այնպիսի գիտելիք, որը ավելի առաջ գնաց, չէ՞։ Եվ այդ տեսանկյունից մենք տեսնում ենք, որ հենց որ ժամանակակից ամենատարածված կրոնականությունները, քրիստոնեությունը եւ մուսուլմանությունը, ինչու նաեւ իուդաիզմը, թեկուզ եւ փոքրականակ ազգության կրոնականություն է, բայց որովհետեւ այդ ազգը ինքը մեծ ուրեմն ազդեցություն ունի աշխարհի վրա, ապա բնական է, որ իրենց կրոնականությունն էլ ինքը բավականին, այսպես բան է, չէ, հայտնի է, հանրահայտ է։ Եվ ուրեմն ոչ մի այդ գրվածքներում ներկայացված չի, թե հոգևոր աշխարհում կենդանեակները ընդհանրապես ինչով են զբաղված։ Այդ իրանք ինչով են զբաղված, դրա մասին հանդգնել են խոսել միայն արիացիները։ Եվ սա ոչ թե առավելության ձգտում է, հասկանում եք, սա ուղղակի սովորական փաստի ընդունում է, որ այսա փաստ է, երբ որ մենք այսենց իրար կողք շարում ենք այդ սուրբ գրվածքները, մենք տեսնում ենք, որ միայն արիացիներն են, որ խոսում են այսպես կոչված ռասայի մասին, այսինքն Գերագույն Աստծո անձնավորության եւ հոգևոր աշխարհում ապրող մնացյալ կենդանեակների հետ հարաբերությունների մասին, խոսում են մանրամասնորեն, հա, ինչի հիմքի վրա, որովհետեւ Գերագույն Աստծո անձնավորությունը եկել էր իրանց կայսրություն եւ իրենք ականատես էին եղել այդ հարաբերություններին։ Իհարկե, մեզ կարելի է հակաճառել, կարելի ասել, իսկ ով ասեց, որ դա Գերագույն Աստծո անձնավորությունն է, չէ՞։ Որ այստեղ ուրեմն միակ արգումենտը դա նա է, որ եթե մենք ուշադիր նայում ենք, ուշադիր լսում ենք այն խորությունը, որով արիացիները իրենք տեղյակ են ընդհանրապես հոգևոր թեմաներից, հա, մենք կարողանում ենք հասկանալ, որ իրենք գոնե, այդ պարզագույն բանը, թե ինչպես տարբերել սովորական կենդանեակին հոգևոր կենդանեակից, իսկ Գերագույն Աստծո անձնավորությանը
հոգևոր կենդանի էակներից, իրանք այդ գիտելիքը ունեին։ Ուղղակի մենք դեռ չենք մտել այդտեղ, որ այդ դրանք Բhagavatam-ը ինքը հենց այդ գիտելիքի մասին է խոսքը, եւ Բhagavatam-ը ինքը ահռելի սուրբ գրվածք է 12 հատոր, 80,000 տեքստ, որից ինչպես տեսնում եք կան տեքստեր, որոնց մասին մենք օրերով խոսում ենք եւ չենք կարողանում իրականում այդ տեքստի մեջի պարունակվող իմաստը մինչև վերջ քննարկել, որտեղ եթե տեքստեր կան, որի մեջ եթե ես խորանամ, մենք մի ամիս միայն այդ տեքստն ենք քննարկելու, բայց հիմա մեր նպատակը դա չի, չէ՞։ Եվ ուրեմն հասկանում ենք, սա ինքը ուրեմն բան է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը, երբ որ ինքը այսպես ամբողջ հոգևոր աշխարհի ամբողջ այն բան իր բոլոր այդ կոնֆիդենցիալ, բայց քաշ կշիռ ունեցող հոգիների հետ եկել էր մեր մոլորակ, դա ֆանտաստիկա է ընդհանրապես, եթե մի քիչ լուրջ ես վերաբերվում, թե ասենք այդ պահին այն ազնվորությունները, որոնք իրանք հենց այդ պահին այնտեղ էին, դա ինչ բախտ են ունեցել այդ հոգիները, հա։ Եվ ասենք, գիտեք, այդ տեսանկյունից, չէ, երբ որ ինքը գալիս է արդեն հասարակությունում ինչ-որ մի բան ցույց տալու, այսինքն ինքը երկու նպատակ ուներ։ Առաջինը դա նախապատրաստել մարդկությանը, թե ինչ է իրենց սպասվում, երբ որ սկսվի աստվածաբերժության դարաշրջանը, եւ երբ որ կսկսեն ծնվել աստվածամերժ կենդանի էակները, որոնք իրենք մաքրության հանդեպ հակում չունեն, որոնց համար ամենասիրված թեման դա ազատությունն է եւ բռնությունը։ Այսինքն նրանցից ամեն մեկը իր հերթին այս կամ այն չափով սիրում է, երբ որ ինքը ազատ է, եւ սիրում է, երբ որ հնարավորություն ունի ուրիշներին բռնանալ։ Երբ որ մենք ասում ենք բռնանալ, միանգամից շատ կոպիտ բաներ ենք պատկերացնում, բայց իրականում սա այսպես է։ Ինքը շատ սիրում է, որ իրան ոչ մեկ չղեկավարի, եւ ինքը շատ սիրում է, որ բոլորը իրան ենթարկվեն եւ անեն այն, ինչ որ ինքն է մտածում, որ ճիշտ է։ Սա է հիմնական բնութագիրը։ Պարզ է, որ երբ որ բոլորը այդպիսի բնութագիր ունեն, չէ, հարաբերությունները իրենք չեն կարող լինել խաղաղ, ինչը եւ շեշտեցին շարունական եւ իմաստունները, եթե դուք հիշում եք, իրանք Սուտե Գոսվամին հենց այդպես մոտեցան։ Ասեցին, երբ որ մենք նայում ենք ապագայի մեջ, այնտեղ այնպիսի կենդանի էակներ են ծնվում, որ մենք ընդհանրապես չենք կարողանում հասկանալ, թե այդ կենդանի էակները ինչպես են խաղաղ ապրելու եւ որտեղ է ապաստարան գտնելու կրոնականությունը, որովհետեւ այդ ազնվորությունը խաղաղ ապրելու համար չունեն համապատասխան բնավորություն եւ բնություն, հա, իսկ հոգեվորով հետաքրքրվելու համար ընդհանրապես այդպիսի հակում չունեն։ Բա ինչ է լինելու, հա, որտեղ արիացիների համար նյութական աշխարհում կենդանի էակների գոյությունը ինքը նախատեսված է դրա համար, որպեսզի կենդանի էակը ինքը հոգեվոր աճ ունենա, գիտակցի իր սխալը, հրաժարվի էգոիզմից, վերադառնա մաքուր սիրո տարածք եւ վերադառնա հոգեվոր աշխարհ, չէ՞։ Ուրեմն, սիրելիներս, չէ, ինչու եմ այսքան երկար ներածական ասում, որովհետեւ այդ տեսանկյունից, չէ, մենք կարողանում ենք հասկանալ, որ երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը գալիս է, ուրեմն առաջի խնդիրը, որ ինքը լուծեց, դա նա էր, որ ինքը ցույց տվեց մարդկությանը, թե ինչպիսի բազմազանություն կա երանության հոգևոր աշխարհում, թե ինչպիսի բազմազան հարաբերությունների մեջ են գտնվում հոգևոր աշխարհի ապրողները իրար հետ, հա, ուրեմն եւ Գերագույն Աստծո ազնվորության հետ, չէ, ուրեմն եւ ուրեմն կարողանում ենք այդտեղ տեսնել, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը համել որպես երկրորդ իմաստ իր գալուստի, ինքը բան էր անում, ցույց էր տալիս, չէ, թե ինչպես ընդհանրապես ինչպիսի հոգեբանական խոչընդոտներ կան հոգևոր ճանապարհի վրա, չէ, եւ թե ինչպես այդ խոչընդոտները վերանցել։ Եվ այդ խոչընդոտները իրենք մարմնավորումներ էին, որոնք սովորաբար արիացիները կոչում էին դեմոններ։
այսինքն ագրեսիվ էգոիստներ։ Եվ այդ դերերը բոլորը, այսինքն երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը գալիս է ինչ-որ օրինակներ ցույց տալու համար, մենք պետք է հասկանանք, մենք դա արդեն քննարկել ենք մի անգամ, հիմա նորից շեշտեմ ձեր ուշադրությունը, որ չի կարող, այդպես բան չի կարող լինել, որ սովորական կենդանեակը ինքը հայտնվի Գերագույն Աստծո ազնվորության խաղերի մեջ, հա? Եվ այս տեսանկյունից միգուցե կարելի է վերանայել օրինակ Իուդայի պատմությունը, չէ, որովհետև Հիսուսը ինքը նույնպես շատ բարձր կարգի ազնվորություն էր, չէ, եւ դա նշանակում է, որ անմիջապես, իր անմիջապես շրջապատում, այսինքն իր աշակերտների մեջ սովորական կենդանեակներ չկային, կային կոպիտ ասած դեր խաղացողներ։ Եթե Հիսուսը ինքը այն էր, ինչ որ մենք հասկանում ենք, որ ինքը դա էր, հասկանում ենք, չէ։ Հիմա տեսեք սերս, որ մի որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը գալիս է, այդտեղ իրադարձությունները, որպես իրանք ինչ-որ դասեր ցույց տան մարդկությանը, պետք է լինեն դրական հերոսներ եւ բացասական հերոսներ։ Եվ շատ կարևոր է, հոգեվոր կրթության տեսանկյունից, շատ կարևոր է, որպեսզի մարդը ինքը հասկանա, որ բացասական դերեր կատարողները իրանք նույնպես մաքուր նվիրալներ են։ Եվ այստեղ մենք ստանում ենք այդ իրականությունը։ Վիդուրան հարցրեց Ակրուրայի մասին։ Մենք ձեզ հետ արդեն խոսեցինք Ուգրասենայի կերպարի մասին, որպես տրանսցենդենտալ գիտելիքի տարածքի արքա, խոսեցինք դրա մասին, որ ինքը ազատագրման ուրեմն բանն է, սկզբունքն է, որովհետև տրանսցենդենտալ գիտելիքը իր սկզբնական շրջանում, երբ որ ինքը դեռ չի դիտարկում Գերագույն Աստծո ազնվորության հետ այդ քաղցր հարաբերությունների, այսինքն հմայքի հիմքի վրա հարաբերությունների դաշտը, այլ քննարկում է Գերագույն Աստծո ազնվորության հզորությունը, չէ, եւ հնարավորություն է տալիս կենդանեակին, որպեսզի կենդանեակը վերականգնի իր հարգանքը Գերագույն Աստծո ազնվորության հանդեպ, չէ, ուրեմն դա այդ տրանսցենդենտալ գիտելիքն է, որը ինքը այդ սկզբնական գիտելիքն է, որին շատ մեծ նշանակություն են տալիս իմպերսոնալիստները, յոգերը եւ այլն եւ այլն։ Իրականում այդ փիլիսոփայությունը ինքը մի անգամվա օգտագործելիք է։ Մարդը ինքը մի անգամ է հասկանում, որ նյութական աշխարհը հոգու համար ավելորդ է։ Եվ վերջ։ Հասկանում եք, այ վերջնականում այդ ամբողջ տրանսցենդենտալ գիտելիքի մեջ նյութական աշխարհի օրինաչափությունների, նրա հոգեբանության եւ այլն, այդ ամբողջ հատորներով գիտելիքները, չէ, իրենք ընդամենը մի նախադասություն հասկանալու համար են։ Հավերժ հոգու համար նյութական գոյությունը ավելորդ է։ Հասկանում եք, եւ այո, այդ տրանսցենդենտալ գիտելիքը ինքը բերում է կենդանեակին հրաժարման։ Այդ հրաժարման հիմքի վրա, թե այդ իր հրաժարումը ինչ աստիճանի է, ուրեմն կենդանեակը ինքը ստանում է ազատագրում։ Հասկանում եք։ Եվ ուրեմն սիրելիներս, չէ, այս իմաստով մենք պետք է հասկանանք, որ ուրեմն կան այդ տարածքում Ուգրասենան ինքը արքան էր։ Եվ մենք քննարկեցինք, որ ինքը համել այն կերպարն է, չէ, որը ինքը կորցրեց իր իշխանությունը։ Եվ հետո Գերագույն Աստծո ազնվորությունը իր հմայքի իմինը արտահայտմամբ, չէ, եկավ եւ ոչնչացրեց Կամսային, որը ինքը նյութական գիտակցությունն էր, եւ Ուգրասենային նստացրեց, վերադարձրեց իր գահը։ Սա ուրեմն շատ կարևոր գաղափարներ էին, կարծում եմ, որ այս գաղափարը, որ ուրեմն զգայական վայելքի հակումը ինքը շատ հաճախ կարող է հաղթել այն ազնվորություններին, որոնք իրենք ձգտում են ազատագրման, հա, եւ միայն Գերագույն Աստծո ազնվորությունը որպես այն ազնվորությունը, որի հետ կարելի է շատ ջերմ շփումներ ունենալ, միայն այդ սկզբունքն է, որ կարողացավ ազատագրման
գաղափարը բերել հետ դնել եւ ոչնչացնել զգայական վայելքի գաղափարը։ Ինչու համար, որովհետեւ երբ որ մարդուն առաջարկվում է այսպիսի աստիճան, չէ, որ նյութական աշխարհում կան տարբեր տեսակի հարաբերություններ, 5 հարաբերություններ, եւ լավ, վատ, թերություններով, թե առանց թերությունների, հոգին ինքը կապվում է այդ հարաբերություններին։ Ինքը կապվում է, որովհետեւ իր բնությունը դա հավերժ ակտիվ բնությունն է, այսինքն հոգին ինքը միշտ կարիք ունի շփման։ Մենք դες հետ քննարկել ենք, որ իրականում հոգին ինքը ունի երկու պոտենցիա։ Մեկը դա շփման կարիքն է, մյուսը մենակ մնալու կարիքը։ Սա բոլոր տեսակի անձնավորությունների բնորոշ գիծն է, հասկանում եք։ Հիմա, սիրելիներս, չէ՞, ուրեմն, տեսեք, նյութական աշխարհը դա կենդանի էակի այդ ակտիվ բնությունը շփման կարիքի աշխարհն է։ Իմպերսոնալիստների ճանապարհը դա այն ճանապարհն է, որտեղ կենդանի էակը ինքը բավարարում է այդ մենակ մնալու իր ունակությունը, չէ՞։ Եվ այդտեղ ինքը դառնում է այն, ինչ որ կոչվում է ինքնաբավ։ Այսինքն շփման կարիք չունեցող։ Ինչի հաշվին, որովհետև ինքը տեսնում է նյութական աշխարհի հարաբերությունների բոլոր թերությունները, եւ դրա համար ինքը չի սկսում հարաբերություն։ Նյութական աշխարհում ապրող կենդանի էակները իրենք, կոպիտ ասած, ոչ մի անգամ դաս չեն քաղում, ոչ մի իրադրությունից։ Հիմնականում, հասկանում եք, այսինքն ինչքան էլ ուզում է հարաբերությունները ծանր լինեն, կենդանի էակը ինքը այդ հարաբերությունների մեջից դուրս է գալիս եւ նորից այդ հարաբերություններն է ուզում։ Ինչի հիմքի վրա։ Ուղղակի այն հիմքի վրա, որ կարող է այս անգամ այն անձնավորությունը, որը ինձ կհանդիպի այդ նույն հարաբերությունների համար, բոլորը, այստեղ մենակ սիրային հարաբերությունները չեն, կլինի ավելի հաջող անձնավորություն, որի հետ ես կկարողանամ լինեմ երջանիկ։ Հասկանում եք, իսկ հատկապես աստվածամերժության դարաշրջանում այդ խնդիրը իրականացնել շատ բարդ է։ Ինչու, որովհետև բոլորը էգոիստ են։ Եվ շատ հազվադեպ է պատահում, մենակ է, որ էգոիզմը համընկնում է, միայն այդ դեպքում է, որ կենդանիակներ իրանք իրենց լավ են զգում, եւ դա էլ բոլորս էլ գիտենք, որ խիստ ժամանակավոր է։ Շատ արագ ամեն ինչը անցնում է համբերության դաշտ։ Եվ տեսեք ուրեմն, չէ՞ սիրելիներս, այստեղ շատ կարևոր բան է, հանգամանք է, որ այ դա է, որ սխալ հարաբերությունները կենդանիակը ինքը իլյուզիայի տակ, մշտական այնտեղ փորձում է բավարարի իր ակտիվ բնությունը, չէ՞, բայց ինքը ունի նաև այդ մենակ մնալու կարիքը եւ ունակությունը եւ իմպերսոնալ, այսինքն ազատագրման ճանապարհը դա հենված է հենց այդ կարիքի վրա։ Երբ որ կենդանի էակը ինքը հրաժարվում է այն բոլոր հարաբերություններից, որը իրեն իրականում անհանգստություններ ու ցավ էին պատճառում, հա, եւ հաստատվում է մենակության մեջ։ Ինձ ոչ մեկ պետք չի։ Հա, եւ տեսեք հիմա, եւ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը երբ որ գալիս է, այ ինքը այն շքեղությամբ, որով ինքը ներկայացնում է, թե կենդանի էակները հոգևոր աշխարհում ինչ երանելի կյանքով են ապրում եւ ինչ հարուստ հարաբերություններ ունեն, չէ՞։ Այդտեղ ուղղակի մենակությունը ինքը արժեզրկվում է։ Եվ դրա համար իմինատեշի Կրիշնան այդ համընդհանուր երանության սկզբունքը ինքը եկավ եւ ոչնչացրեց էգոիստական վայելքներ ունենալու սկզբունքը եւ ազատագրումը դրեց որպես տրանսցենդենտալ գիտելիքի բարձրագույն արդյունք, բայց արդեն որպես համընդհանուր վայելքին ծառայող հիմքերից մեկը, այսինքն որ վայելելու համար հոգևոր բազմազանությունը դու պետք է անպայման ազատագրված լինես նյութական աշխարհի հանդեպ, այսինքն նյութական բազմազանության, ուրեմն հարաբերությունների հանդեպ պետք է ազատագրված լինես այդտեղից։ Եթե քո մեջ կա նյութական կապվածություններ, դու երբեք ընդհանրապես, այսպես էլ են, որ մի միլիմետր նույնիսկ չես կարող մոտենալ հոգևոր աշխարհին։ Հասկանում եք, չէ՞։ Այս դրա մասին էր խոսքը։ Եվ հիմա այդ ամեն ինչի մեջ
ինչը որ կատարվեց, հատկապես այդ գործընթացը, երբ որ Տեր Շրի Կրիշնան ինքը դուրս եկավ Վրինդավանից եւ վերադարձավ այդ տրասցենդենտալ գիտելիքի դաշտ, որպեսի սպանի Կամսային, այսինքն այդ էգոիստական բաները, վայելքների սկզբունքին, չէ՞, Ակրուրան ինքը ուներ շատ մեծ դերակատարություն։ Կամսան, որը ինքը, ինչպես ես արդեն ասեցի, նյութական, այսինքն էգոիստական, զգայական վայելքի սկզբունքներ եւ ուներ բավականին ագրեսիվ բնություն, այսինքն ինքը ոչ թե ուղղակի նյութապաշտ էր, ինքը դեմոն էր, այսինքն ուներ ագրեսիվ բնություն, չէ՞։ Եվ իրեն զգուշացրել էին, որ Դևակի այդ նույն անձնավորությամբ, որի մասին հաջորդ տեքստում կխոսանք, հա, ուրեմն որ Դևակի 8-րդ որդին իրեն սպանելու է։ Այդ 8-րդ որդին հենց Տեր Շրի Կրիշնան էր։ Այդ օրվանից սկսած Կամսան ինքը մտահոգ էր, որովհետև այդ ձայնը իրեն հնչել էր վերևից։ Ինքը մտածում էր, որ աստվածները իրան զգուշացրեցին, որ ուրեմն բան է, աստվածները զգուշացրեցին, որ 8-րդ երեխան իրան սպանելու է։ Եվ դրանից հետո կարելի ասել, որ Կամսան ոչ մի օր չի կարողացել հանգիստ քնել։ Այսինքն իրեն աստվածները զգուշացրեցին, որ համընդհանուր վայելքի իրավունքի սկզբունքը էգոիզմը ոչնչացնելու է։ Իսկ էգոիզմը բնականաբար ոչնչանալ չի ուզում։ Հասկանում եք, ուղղակի չի ուզում եւ վերջ։ Եվ մենք պետք է դա, ասենք, հասկանանք, ընդունենք, չէ՞։ Եվ հիմա տեսեք, ասենք, այդ տեսանկյունից, չէ՞, Կամսան ինքը սկսեց պաշտպանվել։ Ակրուրան դա այն մաքուր նվիրյալն է, որը ինքը հասկանում էր, որ Կամսան մշտական իր անկերների հետ ինչ որ բաներ է պլանավորում, որպեսզի այդ 8-րդ երեխային գտնի։ Ինչու՞, որովհետև այնտեղ իրադարձությունները դասավորվեցին այսպես։ Երբ որ Տեր Շրի Կրիշնան ինքը ծնվեց, այսինքն հայտնության եկավ Դևակի մոտ, հա, Դևակի եւ Վասուդևայի, ինչպես մեկը, ես հասկանում եմ, որ այս անունները չեք հիշում, հա, բայց կամաց կտելանաք, էլի մի նեղվեք։ Հա, երբ որ իրանք ինքը հայտնվեց այդտեղ, մենք խոսացինք դրա մասին, որ ինքը սկզբում հայտնվեց իր հզորության տեսքով, եւ հետո դարձավ փոքրիկ երեխան եւ Վասուդևային ասեց ինձ տար թաքցրու Վրինդավանում։ Վասուդևան ինքը Տեր Շրի Կրիշնային վերցրեց, տարավ իր մոտիկ ընկերոջ տուն, Նանդա Մահարաջի տունը, որը հենց այդ նույն գիշերը նույնպես երեխա էր ունեցել, բայց ունեցել էր աղջիկ։ Եվ Վասուդևան ինքը դրեց Կրիշնային եւ վերցրեց այդ աղջկան։ Հիմա մանրամասները չպատմեմ, էլի, որովհետեւ այդ մանրամասները այս պահին մեզ հետաքրքիր չի։ Մանրամասները մենք հետո կքննարկենք, երբ որ այդ թեմաների մեջ կլինենք։ Հասկացաք, ինքը փոխեց երեխային։ Երբ որ փոխեց երեխային, Կամսան առավոտը եկավ եւ տեսավ իր համար ինչ որ մի հատ տարօրինակ իրականություն, որ այն 8-րդ երեխան, որը պիտի իրան սպաներ, դա աղջիկ է։ Հասկացաք։ Եվ ինքը միևնույն է, բան արեց, մտածեց, вообще ոչ մի կապ չունի, ինձ ասել են 8-րդ, իշ չեն ասել, որ տղա է լինելու, ինձ ասել են 8-րդ երեխան։ Հա, ինչը արեգան քաղաքակրթության մեջ այնպիսի կանայք կային, որ այնպիսի հզորություններ ունեին, որ շատերին կարող էին մեծ վնաս տալ, հա։ Եվ ուրեմն Կամսան ինքը վերցրեց այդ երեխայի ոտքերից, որ գլխով խփի պատին, որ սպանի։ Եվ այդ երեխան ինքը դուրս պրծավ Կամսայի ձեռքերից, բարձրացավ օդ եւ ընդունեց իր իրական ձևը եւ պարզվեց, որ դա Մայր Դուրգան է։ Դու ես հասկանում եմ, որ այդ անունը ձեզ ոչինչ չասեց, Մայր Դուրգան ինքը Տեր Շիվայի կինն է։ Արիացիները իրենք նույնպես դիտարկում են բանը, այդ 3 սրբությունները, հա, ամբարոտը հիմա մոռացա, էլի, երրորդ սուրբ երրորդությունը,
հա, ուղղակի իրենք դա քննարկում են որպես Տեր Վիշնու, Տեր Բրահմա եւ Տեր Շիվա, այսինքն նյութական աշխարհը պահպանողը, նյութական աշխարհում գործողը եւ նյութական աշխարհը ավիրողը, հա, իրանցից երկուսը Տեր Վիշնուն եւ Տեր Շիվան իրենք գերագույն աստծո անձնավորության մարմնավորումներն են։ Մեկին մենք կոչում ենք արարիչ, դե մյուսի մասին հիմնականում ոչ մեկ չգիտի, դա մենակ արիացիների աստվածությունն է, մեկ էլ նո երկու ազգեր երևի ունի։ Հասկացաք, չէ՞։ Եվ ասենք, իսկ Տեր Բրահման ինքը նյութական բանականության մարմնավորումն է, ղեկավարում է կրքի գոյավիճակը, իսկ Տեր Շիվան ինքը համարվում է նյութական աշխարհում բոլոր կենդանիակների սերմի սկիզբը։ Եվ դրա համար է, որ արիացիները իրենք մի հատ այսպես, էլի անձամբ ինձ համար շատ դիսկոմֆորտ սովորություն ունեն երկրպագել Տեր Շիվայի սեռական օրգանին, կոչվում է Շիվալինգը, որպես սերմի, այդ նախասկզբնական սերմի բանելի իստոչնիկ, աղբյուր, հա, կյանքի սերմի աղբյուր, եւ որովհետեւ ինքն է տալիս այդ սերմը, չնայած որ ինքը ավիրումների աստվածությունն է, Հնդկաստանում շատերը իրան երկրպագում են հենց այդպես, որ ինքը կյանքը պահպանողն է, թեկուզ ինքը իրականում հենց մահը իրականացնողն է, հա։ Բայց սերմը բոլոր դեպքերում իրոք իրանից է գալիս։ Եվ հիմա տեսեք, ասենք, չէ, ուրեմն Կամսան տեսավ, որ դուրգան է դա, հա, եւ ինքը սարսափեց լավ իմաստով, որովհետեւ մայր դուրգան ինքը հենց Կամսայի գլխավոր աստվածություններից էր։ Ընդհանրապես դեմոնները իրանք ուժ են վերցնում Տեր Շիվայից եւ մայր դուրգայից։ Այդ երկուսը իրանք ընդունում են երկրպագություն ամենացածր բնություն ունեցող կենդանի էակներից, չէ՞։ Եվ այդ ամենացածր բնություն ունեցող կենդանի էակները Տեր Շիվայից եւ մայր դուրգայից միշտ խնդրում են, որպեսի իրանց էգոիզմը, իրանց փառասիրությունը, իշխանության հանդեպ հակումը, այդ վատ բաները իրանք կարողանան հաջողությամբ իրականացնել, բռնությունը եւ այլն, հասկացաք, չէ՞։ Օրինակ, եթե դուք խոնարհվեք Տեր Վիշնուին եւ խնդրեք իրանից, որ ինքը ձեզ հաջողություն տա, որ դուք ավիրեք ինչ-որ մի ազգի, ուրեմն բանը, ինչ-որ մի ազգի պետություն, Տեր Վիշնուն ինքը ոչ մի ռեակցիա չի տա։ Որովհետեւ ինքը ընդունում է միայն արարիչ գործողությունների խնդրանք, հա, այլ որ դուք ինչ-որ մի բարի բանով եք դուրս գալիս դեպի աշխարհ, արարիչը ինքը անմիջապես կանգնում է ձեր թիկունքին, հիմա այսպես, եթե նույնիսկ դուք դա չեք խնդրել։ Հասկանում եք, իսկ Տեր Շիվային խոնարհվում են նրանք, ովքեր որ ուզում են ավիրեն։ Եվ որովհետև Տեր Շիվան ինքը ավիրող սկզբունքն է, եւ հենց որ հայտնվում են մարդիկ, որոնք իրանք խնդրում են այդ ավիրման ուժը իրանից, չէ, ինքը մտածում է, որ ուրեմն այս երևույթը ինքը ենթակա է արդեն ավիրման եւ տալիս է այդ ազնվորություններին այդ ուժը գնալ եւ ավիրել։ Հասկացաք։ Այսինքն նրանք բոլորը լինում են Տեր Շիվայի ձեռքի խաղալիքը։ Ինչպես ես միշտ ասում եմ, որ երբ որ վայրագի նման վարվեցին Հիսուսի մարմնի հետ, չէ, հենց այդ քաղաքակրթությունը ինքը վերացավ հենց վայրագների ձեռքերով, չէ, եւ այդ վայրագները իրենք ոչ մի ռեակցիա դրա դիմաց չկրեցին, այստեղ է պետք նայել, երբ որ ավիրեցին, իրանք ռեակցիա կրեցին, թե չէ, եթե իրանք ռեակցիա չկրեցին, ուրեմն իրանք կատարել են Աստծո կամքը, այսինքն Տեր Շիվայի կամքը, Տեր Շիվան ինքը շատ լավ գիտի, թե ինչը պիտի ավիրվի, ինչը պիտի վերանա, հա, եւ երբ որ ինչ-որ մի բանը պիտի վերանա, ինքը անձամբ չի գալի վերացնում, չէ, ինքն էլ ունի իրան երկրպագողներ, որոնց ինքը ուժ եւ հնարավորություն է տալիս այդ ավիրումը իրականացնել։ Հասկանում եք, չէ՞։ Եվ դա է, որ Տեր Շիվան ինքը միայն չի մոտենում այնտեղ, որտեղ որ կա իրական առաքինությունը։
հենց որ միտեղ հայտնվում է իրական առաքինությունը, այդ վայրը ինքը անմիջապես դառնում է արարչի պաշտպանության տակ։ Քանի դեռ ուրեմն մաքրություն չկա, արարչին խնդրել, աղաչել, ոտքեր դնգնել, չգիտեմ ինչ անել, մտածել, որ ինքը դա պաշտպանելու է, դա բացարձակ անհույս բան է։ Եթե մենք ուշադիր նայենք պատմությունը, մենք կտեսնենք, որ ոչ մի աղոթք Աստծո վրա չի ազդել։ Ավիրումը ինքը տեղի է ունեցել, ինքը չի պաշտպանել։ Եվ դրանով ինքը 1000 անգամ դեմոնստրացիա է արել, որ ես պաշտպանում եմ միայն առաքինությունը։ Եղեք առաքինի, կլինեք պաշտպանված, չէ՞, ուրեմն խնդրեմ Տեր Շիվայի մոտ։ Եվ հիմա այս իմաստով մայր Դուրգան, ուրեմն Կամսայի համար իր մայրն էր։ Ինքը ընկավ իր ոտքերը, աղոթեց, աղաչեց, որ կներես, ես ինչ, ես ես եմ արել, մայր Դուրգան էլ իրան ասեց, որ դու հիմարի մեկն ես, հա? Իսկ այնով որ պիտի քեզ սպանի, ու արդեն ծնվել է ոչ այստեղ եւ ուրիշ տեղ է եւ դու դրանից չես կարող խուսափել, ինքը միևնույն է քո գլուխը կտրելու է, կոպիտ ասած, նո գլուխ չի կտրելու, բայց սպանելու է։ Հասկանում եք։ Եվ այդ ժամանակվանից հիմա Կամսայի մեջ մտավ այդ անհանգստությունը, որ ինքը ինչ-որ մի հատ ուրիշ տեղ է ծնվել, հա? Եվ ինքը նորից վտանգված է։ Այսինքն ինքը նորից այդ իր շրջապատի իր նմաններին հավաքում էր եւ քննարկում էր, թե ոնց հայտնաբերեն այդ երեխային, որպեսզի իրան սպանեն։ Այդ ամեն ինչից տեղյակ լինելու համար Ակրուրան, որը ինքը Աստծո մաքուր նվիրալն էր, գնում է եւ ձևացնում է, որ ինքը դեմոն է։ Այսինքն շպիոն է դառնում, էլի, ժամանակակից լեզվով եթե խոսենք, հա։ Այսինքն ինքը իր սրտի մեջ լինելով մաքուր նվիրալ, ինքը գնում է այնտեղ ինչի համար, որ միշտ տեղյակ լինի, թե ինչ են մտածել։ Իսկ Ակրուրան ինքը գիտեր, թե Տեր Շիկրիշտան որտեղ է։ Եվ ինքը գնում է այնտեղ, որպեսզի միշտ հասկանա, թե ասենք այ Կամսան հիմա գիտի, թե Տեր Շիկրիշտան ինքը որտեղ է։ Այ ընդհանրապես իրանք ինչ են պլանավորում, ինչպես եւ Վիդուրան ինքը միշտ, ասենք, մնում էր Տրիտարաշտրայի կողքին, որտեղ իմանում էր իրանք ինչ են պլանավորել եւ գնում էր պանդավներին զգուշացնում, որ ասենք, այս ինչ տունը չգիշերեք, գիշերը տունը վառելու են, կամ այս ինչ տորտիկը չուտեք, որտեղ այդ տորտիկը թունավորած է լինելու, այս ինչ բանը չանեք, որովհետեւ այս ինչ բանն, ինքը ամեն անգամ ինքը զգուշացնում էր, երբ որ պլանավորում էին պանդավներին ֆիզիկական վնաս տալ, չէ՞։ Հիմա այն նույնն Ակրուրանն էր։ Եվ ինքը համբերատար այդ ամեն ինչի մեջ մնում էր, հա, պարզ է, չէ, որ որպեսի վստահություն շահի, ինքը այնպիսի գործողություններ էր անում, որ Կամսան ինքը մտածի, որ Ակրուրան սենց ոտքից գլուխ իրանն է։ Ոնց են անում մաֆիոզները, ասենք ռեալ կյանքում չգիտեմ, կարող է այդպես չի, թող իրանքի ձանից չնեղանան, հա, բայց ֆիլմերում մեզ ինչպես են ցույց տալիս, չէ, որ հանցագործները, երբ որ իրանք իրենց այսպես կոչված ընտանիք պիտի ինչ-որ մեկին ընդունեն, չէ, ինչ են անում իրանք։ Հերթական այն մարդը, որ իրանք պիտի պատժեն, այդպես գլխից խփելով, հա, իրանք այդ նորեկին վերցնում են, վերջի պահին պիստոլետը տալիս են իր ձեռքը, ասում են կրակի, եւ դա նկարում են։ Չէ՞, всё։ Այսինքն իրանք արդեն գիտեն, այս մարդինք իրան խելոք, հավատարիմ, շամպես է պահելու, որտեղ իրանց մոտ ապացույց կա, որ ինքն է սրան սպանել, նկարած, այն որ ասում է, ցուլի քթից օղակը անցկացրեցին։ Всё։ Հասկանում եք։ Եվ Կամսան ինքը հենց այդպիսի անձնավորություն էր, որ եթե Ակրուրան ինքը ոչ մի հատ իրանց նման արատավոր քայլ չաներ, իրան երկրորդ օրը աշխատանքից կազատեին, կասեին գնա դու вообще մերոնցից չես, գնա ու գրասենայի մոտ նստի, կաքսորեին ընդհանրապես, չէ՞։ Այսինքն ինքը ինչ որ արարքներ է կատարել, որ Կամսան ինքը համարում էր Ակրուրային իր ամենաայսպես վստահելի բանը, ազնվորությունը։ Հասկանում եք։ Եվ այնքան վստահելի, որ վերջում Կամսան ինքն էր բանարե Ակրուրային, որ գնա Կրիշնային բերի, չէ՞, ուրեմն Կրիշնան Ակրուրան ինքը գալիս է Վրինդավան, եւ այստեղ մի շատ հետաքրքիր բան է տեղի ունենում։ Տեսեք, ասենք, չէ՞,
ասենք ինքը իրան այնպես էր պահում, որ ինքը Կամսան մի վարքյան չի կասկածել Ակրուրայի հավատարմությունը։ Բայց երբ որ ինքը մտավ Վրինդավան, այսինքն այն տեղը, որտեղ որ Տեր Շրի Կրիշնան անցկացրեց իր մանկությունը, ինքը ինչու համար իր հորը ասեց ինձ տար Վրինդավան, որտեղ դա գյուղացիների տեղ էր, գյուղացիների գյուղ էր, հա։ Այդ հոգեբանությունը մենք տեսეთ հետո կնայենք, այդտեղ շատ սիրուն բաներ կա ասելու։ Հա, ուրեմն այդ տեղն էր, հասկանում եք։ Եվ ինքը ինձ ասեց տար այնտեղ, որտեղ ոչ մեկ չէր սպասում, որ կովարածների մեջ կարող է հանկարծ ծնվի այնպիսի երեխա, որ ինքը կարող է այնպիսի հզորություն ունենա, որ Կամսային սպանի։ Ինչու, որտեղ մենք դա ցեսետ քննարկել ենք, որ արիական քաղաքակրթության մեջ կաստաները, որոնք կային, չէ, իրանք այնպես էին կարողանում երեխա ունենալ, որ անպայման գալիս էր այնպիսի հոգի, որը համապատասխան էր այդ ընտանիքին։ Եթե դա առևտրականների էր, ուրեմն գալիս էին առևտրականների հոգիները։ Առևտրականը ինչ գործ ունի вообще սրան սպանի, նրան եսի միջանի, դա իր բնությունը չի։ Ինքը լրիվ ուրիշ բանի վրա է կենտրոնացած բնությունով։ Հասկանում եք, չէ՞։ Եվ դրա համար Կամսան ինքը միշտ այդ թակավորական բաների մեջ էր ման գալիս, էլի, որ այսինքն նրանք ովքեր կարող են զինվոր լինել, որտեղ Կամսային սպանելու համար պետք էր ահռելի ուժ ունենալ։ Եվ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ այդ երեխան ինքը կարող է լինել գյուղացի։ Հասկացաք, չէ՞։ Եվ Կրիշնան ինքը հենց այդտեղ էլ գնացել էր։ Հիմա, երբ որ Ակրուրան ինքը եկավ, այսինքն ինչի համար, միջև մեծանա, ինքը ցույց է տալիս, որ կենդանեակի, այսպես էլի, հոգևոր գիտակցությունը ինքը պետք է պնդանա, որ կարողանա, ուրեմն ոչնչացնել նյութական գիտակցությունը։ Մենք հետագայում կքննարկենք, թե ինչի հաշվին է այդ հասունությունը հոգևոր տեղի ունենում, չէ՞։ Եվ ասեք, տեսեք, երբ որ Ակրուրան եկավ, Վրինդավանի բոլոր ապրողները, բացի Տեր Շրի Կրիշնայի սիրեցյալներից, հա, Վրինդավանի բոլոր ապրողները Ակրուրային դիմավորեցին որպես մաքուր նվիրալի։ Հասկանում եք, այդ դա է, որ երբ որ ազնվորությունը ինքը ռեալ հոգևոր գիտելիք ունի, թե ինչպես տարբերել նյութական գիտակցություն ունեցողին հոգևոր գիտակցություն ունեցողից, չէ՞, տեսեք, եթե նույնիսկ այդ հոգևոր գիտակցություն ունեցողը թաքնվում է դեմոնի դերի մեջ, մաքուր նվիրալները իրան ճանաչում են, որ ինքը այդպես արտահայտում է Աստծո հանդեպ իր նվիրվածությունը։ Հասկանում եք, իսկ սովորական մարդիկ, իրանք կմտածեին, սա դավաճանի մեկն է, այլանդակը, գնացել է այդ սատանի ծառան է դարձել։ Հա, եւ կարող էին նույնիսկ պլանավորել, ասենք, Ակրուրայի սպանությունը։ Հասկանում եք, չէ՞ որ իրականում շատ եւ շատ բան էլի այդ, շպիոны, как это հայերեն, в общем, հասկանում եք ինչ եմ ասում, չէ՞։ Ասենք շատ եւ շատ շպիոններ ինքը իրանք մահվան են հանդիպել հենց նրանց ձեռքով, ում համար որ աշխատում, ում որ պաշտպանում էին, որովհետեւ իրանք չեն կարողացել հասկանալ, որ չեն իմացել եւ չեն էլ կարողացել իրենք հասկանալ։ Հասկանում եք։ Եվ այո, իհարկե, շպիոնի ամբողջ պրոֆեսիոնալիզմը ինքը դրա մեջ է, որ ոչ մեկ չկարողանա հասկանալ։ Եթե ինքը այնպես իրան պահեց, որ ինչ-որ մեկը հասկացավ ինքը ով է, ո՞րն է այդ ամեն ինչի իմաստը, ընդհանրապես կորչում է, չէ՞ այդ իմաստը։ Եվ երբ որ Ակրուրան ինքը եկավ Վրինդավան, բոլորը իրան ընդունեցին որպես մաքուր նվիրալ։ Եվ Վիդուրան էլ, տեսեք, ինքը հիմա չի ասում, որ Ակրուրան, ինչպես է Ակրուրան, այդ սրիկան, որը 10 տարի շարունակ Կամսայի ծառան է եղել։ Հա? Ինքը ասում է, ինչպես ինքը ասեց տեքստում։ Ինքը ասեց, մաքուր հոգի է, որը անձնատուր, իր անձը այսպես նվիրել է Տիրոջ անձնավորությանը, չէ՞։ Եվ որը մի անգամ Տիրոջ հանդեպ սիրուց ուղղակի ուշաթափվեց եւ ընկավ գետին։ Հասկանում եք, այսպես են
մաքուր նվիրալները իրար ճանաչում։ Եվ այո, իհարկե, երբ որ մաքուր նվիրալները իրանք գալիս են, օրինակ ես միշտ ասում եմ, չէ, Հիսուսի օրինակը այստեղ շատ լավն է, էլի իրականում։ Ես միշտ ասում եմ, այդ որ մի հրեան կամ որ մի հռոմեացին ինքը ռիսկ կաներ ընդհանրապես պլետ վերցներ իր ձեռքը եւ այդ պլետով ձեռք բարձրացներ Հիսուսի մարմնի վրա, եթե ինքը ռեալ հասկանար, որ դա Աստծո որդին է։ Այդ ո՞ր մեկ այդպիսի ռիսկ կաներ։ Չեն հասկացել, չէ՞։ Բայց որ տեսանկյունից են նայել։ Իրանք նայել են երկու տեսանկյունից։ Առաջի տեսանկյունը դա նա էր, որ ինքը րոպե մեկ ասում էր ես եմ արքան։ Երկրորդ տեսանկյունը դա նա էր, որ ինքը ուգրոզը վտանգ էր հոգևոր տեսանկյունից սիստեմշիկների վրա։ Չէ որ իրականում, չէ, այդ որ հիմա կառույցներ կան, Հիսուսը հենց այդ կառույցների դեմ էր։ Չէ՞։ Եվ այդ երկու տեսակի ազնվորությունները իրանք արեցին Հիսուսի հետ, ինչ որ իրանք արեցին։ Եթե իրանք մտածեին, թե որ Հիսուսը ինքը իրոք Աստծո որդի էր, ով ռիսկ կաներ ընդհանրապես իրա ինչու մտրակել, կողքով ռիսկ կաներ անցներ, ոչ մեկ։ Հասկանում եք, այսա ինքը շատ ահավոր կարևոր թեմա է։ Իմանալ, տարբերել, կարողանալ տարբերել, կարողանալ հասկանալ։ Դաժե այն պահին, երբ որ ազնվորությունը ինքը բացասական դերի մեջ է։ Հասկանում եք, չէ՞ որ դրա համար ինչ որ ահավոր յուրահատուկ իմաստություն պիտի ունենա ազնվորությունը, որպեսզի կարողանա այդպիսի բաները տարանջատել։ Հասկանում եք։ Օրինակ տեսեք մեր ժամանակներում, չէ, այս ինտերնետը բանը ինքը մի կողմից ահավոր մեծ շնոր է, երբ որ մարդը ինքը, ասենք, ուզում է ինչ-որ մի օգուտ տա հասարակությանը, չէ, բայց մյուս կողմից ահավոր մեծ վտանգ է։ Որովհետև մարդիկ հիմա անմիջապես ենթարկվում են ամեն մի բացասական երևույթի, ու այսպես է, էլի բացասական ավելի մեծ հաճույքով են ունկնդրում, քան դրականը, փաստը դա է, չէ։ Եվ բոլորը դարձել են քաղաքակագետ։ Հասկանում եք, եւ ահռելի ես մեկ-մեկ երբ որ մտածում եմ, չէ, թե այն մեր հիմիկվա ժամանակակից պարագայում ինչպիսի դժվարություններ կան ընդհանրապես անվտանգությունը, երկրի անվտանգությունը պահելու հարցերում, չէ, դա ուղղակի չասելու բան է։ Ինչու՞։ Որովհետև ցանկացած ազնվորություն, որը օրինակ, ինքը պետք կարող է ունենալ, չգիտեմ, առաջադրանք, չէ, գնալ թշնամու դաշտ, խաղալ օրինակ դավաճանի դեր, չէ, այդ դերը խաղալ, այն ինչ որ իրան հովանավորել էին, որ ինքը իմանա, այդի իմանալ, վերադառնալ, չէ, ուրեմն այ որ այդ ազնվորությունը մտավ այդ դերի մեջ, գնաց այնտեղ, դուք պատկերացնում եք ինչ բարդ է իր անվտանգությունը պահպանելը։ Երբ որ անմիջապես հայտնվում են ֆանատիկ հայրենասերերը, որոնք ընդհանրապես ոչ մի բանից տեղյակ չեն, ինքն իրան կարող են նստել մի տեղ անտառում, որոշել, որ այդ մարդու գլուխը պետք է ուտել, որտեղ ինքը դավաճան է։ Հասկանում եք, այս հարցերը իրանք այդքան հեշտ չեն, էլի, ես ամենաշատը չեմ սիրում, երբ որ մարդիկ իրանք հեշտ հետևությունների են գալիս, առանց գիտելիք ունենալու գնահատականներ են տալիս։ Հասկանում եք, որտեղ իրականում ես ինչու եմ այդքան սիրում արիացիներին, որովհետև իրենք կրքերին ընդհանրապես տեղ չէին տալիս։ Իրանք միակ բանը, որ համարում էին իրական ռեալ հիմք այդ էլի արդար լինելու համար, դա գիտելիքն էր, իմաստությունը։ Հասկանում եք։ Եվ շատ խնդիրներ կան, էլի, որոնք այդքան պարզ չեն, ինչքան որ մտածում են նրանք, ովքեր որ գտնվում են տգիտության գոյավիճակի ազդեցության տակ։
Հասկանում եք, օրինակ տեսեք, ես հիմա խոսում եմ օրինակի մասին, որտեղ շատ դժվար է տարբերել հայրենասերին դավաճանից։ Բայց նույն կերպ, եթե ոչ ավելի, հասկանում եք, դժվար է տարբերել մաքուր նվիրալին, որին բացասական դեր է տրված։ Այո, բոլորի այս սովորական մարդկանց ընկալման համար դա այդպես է, որ ակրուրան ինքը լավը չէր, չգիտեմ, բայց վերջում միևնույնն է, ինքը ապացուցեց, թե ինքը ով է, որովհետև հենց ինքը գնաց եւ Տեր Կրիշնային բերեց, երբ որ արդեն հասկանում էր, որ այս պահին Կրիշնան արդեն կարող է կամսային սպանի։ Թեկուզ իրականում միջև էր կարող, բայց բան էլի այդ թատրոնի համար այդպես էր պետք, մենք հետո կքննարկենք դրա իմաստները։ Հասկանում եք, եւ ակրուրան ինքը այդ կերպարն է, չէ, եւ այն հարգանքը, որով հիմա Վիդուրան խոսում է ակրուրայի մասին, ինքը տգետ ազնվորության համար նշանակում է, որ թեկուզ ինքը ինչ որ քայլ է արել, որը թվում է, որ բացասական է, քո գիտելիքը չի հերիքում, որ դու գնահատես, որովհետև նա, ով որ գիտելիք ունի, նա գնահատում է, որ սա մաքուր նվիրյալ է։ Հասկանում եք, այդ դրա համար է այդքան կարևոր անկեղծ հոգևորականների դիրքը, որտև անկեղծ հոգևորականները իրենք իմաստություն ունեն եւ իրենք կարող են ասենք հասարակությանը այդ գիտության գոյավիճակի ազդեցության տակ, կրքերի գոյավիճակի ազդեցության տակ կենտանիակներին օգնել, աջակցել, որպեսզի իրենք կարողանան հասկանալ ճշմարտությունը եւ սխալ քայլեր չանեն։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն մենք տեսնում ենք, որ Վիդուրան այստեղ հաստատում է, որ իրականում ակրուրան ինքը գերագույն Աստծո ազնվորության նվիրալն էր եւ այն նվիրալներից էր, որոնք երբ որ ուղղակի տեսնում էին Աստծուն, սիրուց ուշաթափվում ընկնում էին գետի։ Հաջորդ տեքստը ինքը խոսած Դևակի մասին, Դևակին ինքը, ես արդեն մի անգամ ասել եմ, որ ինքը Գերագույն Աստծո ազնվորության կենսաբանական մայրն է։ Այստեղ միակ բանը, որ մենք այս պահին դեռ պետք է քննարկենք, դա այն է, որ Դևակին, ինչպես մենք արդեն քննարկել ենք, Դևակին ինքը եւ Վասուդևան, իր ամուսինը, իրենք մարմնավորում են հոգեվորուսուցչի եւ աշակերտի բանը, սկզբունքը, որտեղ կատարվում է այդ հոգևորով բեղմնավորման process-ը, որտեղ ամենակարևորը դա Գերագույն Աստծո ազնվորության հմայքն է։ Հիմա, բայց Դևակին եւ Վասուդևան իրանք ապրում են մաթուրայում, այսինքն տրանսցենդենտալ գիտելիքի տարածքում, հա, որտեղ ուսումնասիրվում է Գերագույն Աստծո ազնվորության հզորությունը։ Եվ ուրեմն, հենց այդ ազնվորությունը ինքը մտնում է Վասուդևայի միտքը, հա, Վասուդևայի մտքից տեղափոխվում է, այսինքն որպես մտածելու, որպես արժեքային համակարգ, Գերագույն Աստծո անձնավորությունը, որպես արժեքային համակարգ, որպես կենտրոնացման օբյեկտ, մտնում է հոգևորուսուցչի, որը այդ երկու կոմպոնենտները պետք է որ կատարյալ կերպով ունենա, հա, եւ տեղափոխվում է աշակերտի միտքը։ Երբ որ աշակերտը ինքը քննարկում է այդ արժեքային համակարգը, այդ արժեքային համակարգը իջնում է նրա սիրտը։ Հա, եւ սրտից հետո իջնում է նրա արքանդը, այսինքն այն ինչ որ մնաց իր մեջ, իր սիրտը, եւ այն ինչ որ իրանից դուրս է գալու դեպի աշխարհ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այդ ժամանակ կենթանիակի մեջից դուրս են գալիս աստվածային սկզբունքները։ Ինքը ինչ ուզում է անի, ինքը աջակցում է աստվածային սկզբունքների ուրեմն հաստատման գործընթացին։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն Վիդուրան ինքը նաև այդ հացներ տալիս, թե իսկ ինչպես է Դևակին, որտեղ իրականում Դևակի եւ նրա ամուսնու այսպես էլի ֆիզիկական ճակատագիրը բավականին ծանր էր։ Ինքը իրենք երկուսով Կամսայի կողմից շատ ծանր իրավիճակների մեջ էին հայտնվել, բայց դրա իմաստը ինքը այնքան խորն է, որ
այս պահին դեռ իմաստ չունի քննարկել, որտեղ մենք դեռ պատրաստ չենք այդ խորությամբ խոսակցություններին։ Այս պահին ես ուղղակի փորձում եմ, որպեսզի դուք կարողանաք հասկանալ, որ տեքստերի մեջ, որտեղ ընդհանրապես հարցրեցին սա ոնց է, նա ոնց է, նա ոնց է, նա ոնց է, Վիդուրան որպես հոգևորի մեջ հաստատված անձնավորություն, չէ, ինքը ոչ մի պատահական անուն չի տալիս։ Ինքը տալիս է բոլոր այն անձնավորությունների անունները, որոնք իրենք շատ կարևոր դերակատարություն են ունեցել այն իրադարձությունների մեջ, որոնք տեղի են ունեցել, երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը մեր օրորակի վրա էր։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, մնացածը կքննարկենք